Ողջույն, այսօր Արդարադատության ինդեքս հաղորդաշարի երրորդ հաղորդումն է։ Հաղորդումը կվարեմ ես, Սեյդա Հովհաննիսյանս։ Մեր հյուրն է Alpha Farm Import ընկերության տնօրեն Միքայել Մացակյանը, ով կներկայացնի ընկերության դժգոհությունն ու անհամաձայնությունը առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներից, ընկերությանը պետական գնումների այսպես կոչված սև ցուցակում ներառելու որոշման կապակցությամբ։ Պարոն Մացակյան, կխնդրեմ ներկայացնեք, թե ինչպես է Alpha Farm Import ընկերությունը հայտնվել պետական գնումների այսպես կոչված սև ցուցակում։ Շնորհակալություն հարցի համար։ Alpha Farm Import ընկերությունը 2024 թվականին մասնակցել է պետական գնումների մրցույթի, որը իրականացնում էր Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը, հաղթել է մրցույթը եւ պատշաճ իրականացրել է իր մատակարարումները։ Մատակարարումների ընթացքին զուգահեռ բժշկական կենտրոնը կուտակել է բավականին մեծ ծավալի պարտքեր ժամկետանց, մասնավորապես 2024 թվականի օգոստոսի դրությամբ պարտքերը կազմում էին արդեն ավելի քան 7 միլիոն դրամ։ Ելնելով ստեղծված իրավիճակից, մենք տեղեկացրել ենք բժշկական կենտրոնին, որ ժամկետանց պարտքերի առկայության պարագայում այլևս անհնարին է իրականացնել տեղորայքի մատակարարումը եւ խնդրել ենք իրականացնել պարտքի մարում։ Հետագա ամիսների ընթացքում պարտքի մարում որպես այդպեսին տեղի չի ունեցել եւ մեր համար անսպասելի 2024 թվականի դեկտեմբերին Սույն բժշկական կենտրոնը այսպես կոչված նոր պատվեր է մեզ ներկայացրել, ինչ եմ ասում այսպես կոչված, որովհետեւ պատվերը ինքնին դժվար է պատվեր կոչել։ Եվ ընդամենը մի քանի օր անց նախաձեռնել է գործընթաց պայմանագրի լուծման եւ ընկերությանը ընդգրկելու գնումների մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում։ Մենք այդ որոշումը վիճարկել ենք քաղաքացիական դատարանում, սակայն ցավոք թե առաջին ատյանի, թե վերաքննիչ դատարանները չվերականգնեցին մեր համոզմամբ մեր խախտված իրավունքը եւ տվյալ գործընթացը ներկայումս գտնվում է Վճռաբեկ դատարանի դիտարկման փուլում։ Պարոն Սարդարյան, ինչ դատական ընթացակարգերի մասին է խոսքը։ Alpha Farm ընկերության իրավաբանների թիմը հայցադիմում է ներկայացրել, որով պահանջել է, որ այդ որոշումը ընկերությունը գնումների մասնակցելու իրավունքից զրկելու վերաբերյալ որպես հետևանք այդ հայցադիմումի պահանջի անվավեր ճանաչվի եւ ընկերությունը վերականգնի իր իրավունքները, բայց առաջացանի դատարանը եւ վերաքննիչ դատարանները նշել են, որ իրավաչափ է բժշկական կենտրոնի գործողությունները սև ցուցակում ընդգրկել։ Փաստորեն թե առաջացանի դատարանի, թե վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն պարզ ճշմարտությունը, որ եթե մատակարար ընկերությունը չի ստանում իր մատակարած ապրանքների դիմաց գումար, նա իրավունք ունի կասեցնել հետագա մատակարարումը եւ պահանջել այդ պարտքի ամբողջությամբ մարում։ Իդեպ սա ոչ միայն բարձ դրամաբանություն է, որ եթե չի վճարվում, բնականաբար չես կարող հետագա ապրանքները տաս, սա ամրագրված է քաղաքացիական օրենսգրքի մի քանի հոդվածներում։ Մասնավորապես ապրանքների մատակարարման հետ կապված, որ գնորդի կողմից մատակարարված ապրանքների համար չվճարելու դեպքում վաճառողը իրավունք ունի հետագա ապրանքների ուրեմն առաքումը դադարեցնել, կասեցնել եւ պահանջել պարտքի ամբողջական մարում, ինչպես նաեւ հանդիպական պարտավորությունների վերաբերյալ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումներում, որի համաձայն եթե մի կողմը իր պարտավորությունները պայմանագրային չի կատարում եւ մյուս կողմի պարտավորությունները պայմանավորված են, այդ սպասվող պարտավորության կատարմամբ, ապա երկրորդ կողմը կարող է կասեցնել։ Տվյալ դեպքում Alpha Farm Import ընկերությունը կարող է կասեցնել տեղորայքների հետագա մատակարարումը մինչև հանդիպական պարտավորությունը, վճարումը նախորդի տրամադրած ապրանքների ամբողջությամբ կատարվել, ինչով արել է։ Եվ տվյալ իրավիճակում, եթե առաջի ատյանի եւ վերաքննիչ դատարանի որոշումներն ենք նայում, մենք տեսնում ենք, որ այդ հարցը ըստ վերլուծված չի։ Գրված է, որ պայմանագրով
կա պարտավորություն ապրանքը մատակարարելու, այդ պարտավորությունը Alpha Farm Import ընկերությունը չի կատարել ժամանակին, դե ուրեմն կան հիմքեր այդ այսպես կոչված սև ցուցակում ընդգրկել։ Բայց Alpha Farm ընկերության փաստարկին, որ հարգելի դատարան, այո, չենք մատակարարել, այո, տեղեկացրել ենք, որ չենք մատակարարում, բայց մենք բարեխիղճ չենք։ Մենք այլ տարբերակ չենք ունեցել, մենք տեղեկացրել ենք, մենք մինչև նրանց կողմից որոշակի պարտավորություններ կուտակել է եւ չվճարել է, պայմանագրային պարտավորությունները ժամանակին եւ բարձր որակով կատարել ենք։ Մենք չի վճարում, մենք ո՞նց հետագա ապրանքները տա։ Եվ այս հարցը պատշաճ վերլուծության չի ենթարկվել, ինչը կարծում ենք կարող է նաեւ դատական պրակտիկայի համար որոշակի վտանգ ունենալ։ Պարոն Մացակյան, բացի ներկայացված հիմնական խնդրից, որ փաստորեն բժշկական կենտրոնը իր վճարման պարտավորությունները չկատարած լինելու պայմաններում է ձեզանից պահանջել մատակարարումներ, եւ դուք չվճարման պատճառով կասեցրել եք մատակարարումները, այլ խախտումներ թույլ տվել են ձեր ընկերությանը այսպես կոչված սև ցուցակում ներառելու գործընթացում։ Այո, բժշկական կենտրոնը իր որոշումը կայացնելիս թույլ է տվել նաեւ բազմաթիվ ընթացակարգային խախտումներ։ Մասնավորապես պատվեր հայտը, որը մեզ ներկայացվել է 2024 թվականի դեկտեմբերին, նույնիսկ ստորագրված չի եղել բժշկական կենտրոնի տնօրենի կողմից, այլ անձի կողմից է ներկայացված եղել եւ նույնիսկ լիազորագիր կցված չի եղել այդ այսպես կոչված պատվեր հայտին, որը մենք նույնիսկ չենք կարողանում ամբողջական պատվեր դիտարկել։ Այդ մասին նույնպես մեր դատական բողոքում մանրամասն ներկայացված է։ Նաև ուզում եմ եւս մեկ հանգամանքի վրա ուշադրություն դարձնել, որ որոշումը պայմանագիրը լուծելու եւ Alpha Farm Import-ին գնումների գործընթացին իրավունքից զրկելու վերաբերյալ իրականացվել է շատ հապճեպ, որը նույնպես տարօրինակ է։ Այսպես կոչված պատվեր հայտը ներկայացվել է դեկտեմբերի 24-ին, իսկ որոշումը պայմանագիրը լուծելու իրականացվել է դեկտեմբերի 30-ին։ Ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ, երբ նույնիսկ եթե հիմք վերցնենք մեր պայմանագրում արկա դրույթները, էական խախտում պայմանագրի թույլ տրված չի եղել։ Այս բոլոր փաստաթղթերը արկա են եղել դատական նյութերում եւ ցավոք սրտի եւ տարօրինակորեն մեր դատարանները պատշաճ վերլուծություն չեն ենթարկել նաեւ բժշկական կենտրոնի կողմից ներկայացված փաստաթղթերի իրավաչափությունը։ Այս մասով ինչ կասեք, պարոն Սարդարյան, այսպիսի հայտը կարող է պատշաճ համարվել։ Տեսեք, Սեյդա ջան, ընդհանրապես եթե փաստաթուղթը, պաշտոնական փաստաթուղթը, որը պետք է իրավաբանական հետևանքներ առաջացնի, ստորագրված չի իրավասու սուբյեկտի կողմից, այն չի կարող համարվել որպես այդպիսին։ Տվյալ դեպքում մենք ունենք ուրեմն էլեկտրոնային մեյլին եկած ինչ-որ ճակերտավոր փաստաթուղթ, որի տակը գրված է լիազորված անձ այսինչան, ու այդ լիազորված անձի լիազորությունները հավաստող փաստաթուղթը լիազորագիր է, որը կարող է տալ գլխավոր տնօրենը, համապատասխան ստորագրությամբ, կնիքով, նշումով, թե ինչու՞մ է լիազորում կոնկրետ եւ այլն, նշված չի։ Այսինքն ընկերությունը չի ստանում փաստ, որ այդ ստորագրությունը դնող անձը իրավասու է նման հայտ կախել։ Նման պարագայում մեր պրակտիկայում իրավաբանական ես չեմ հիշում որևէ դեպք, որը նման փաստաթուղթը իրավաբանական հետևանքներ առաջացնել։ Բայց տվյալ դեպքում ոչ միայն իրավաբանական հետևանք է առաջացրել, այդ փաստաթուղթն է հանդիսացել այն հիմքը, որից ելնելով բժշկական կենտրոնը, այսպես ասած շակերտավոր արձանագրել է Alpha Farm Import ընկերության խախտումը, ասում այդպես ես հայտը կապել եմ, դու էլ սանովար ժամկետում մատակարարումը չես արել։ Եվ դա հիմք ընդունելով որոշում է կայացրել գնումների մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում Alpha Farm Import ընկերությանը ներառելու վերաբերյալ։ Սա կարծում եմ շատ կարևոր էր եւ նման հանգամանքը դատարանների կողմից հաշվի չառնելը որևէ ձև չի կարող արդարացվել։ Տարօրինակ է նաև պարոն Մացակյանի կողմից հնչեցված մյուս հանգամանքները, որ ժամկետները նույնպես չի պահպանվել բժշկական կենտրոնի կողմից։ Բայց տեսեք, երբ որ ամբողջական ենք պատկերը նայում, բժշկական կենտրոնի գործողությունները կարծես թե կանխատեսելի են դառնում։ Ինչ է տեղի ունեցել։
2024 թվականի օգոստոսին Alpha Farm Import ընկերությունը տեղեկացնում է, որ կուտակված պարտավորությունների հետ կապված չենք մատակարարելու այլևս ապրանք, մինչև պարտավորությունները չկատարվեն։ Դրանից հետո սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր որևէ հարկ չի գալիս, Այո։ տարօրինակ կերպով։ Դեկտեմբերի վերջ մեկ մոտ խոշոր հայտ է գալիս։ Այն պայմաններում, երբ պարտավորությունը չի մարվել ամբողջ ծավալ։ Պարտավորությունը հիմքը, որ կասեցվել է, չի դադարել, եկել հայտ է գալիս, ու այդ հայտից ժամանակ ոչ լիազորված անձնապաշարժ լիազորված, ոչ դրանից հետո ժամկետներն է պահպանվում։ Այսինքն այնպիսի տպավորություն է ստացվում, որ բժշկական կենտրոնը, չգիտեմ ինչպես նկարագրեմ, երևի բարկացել է, որ ինչու պարտավորության դիմաց չեն կատարում եւ որոշել է, այսպես ասած, իր իրավական լծակներն օգտագործել ընկերության համար բացասական հետևանք առաջացնելու համար։ Եվ դա արել է։ Եվ այսպիսի պատկերի ակնհայտ լինելու պայմաններում դատական պաշտպանությունը պետք է տրամադրվել Alpha Farm Import ընկերությանը, որտեղ ակնհայտ է, որ բարեխիղճ կողմը Alpha Farm Import ընկերությունն է։ Բայց տեսեք, փաստորեն ստացվեց, որ բարեխիղճ մատակարարը զրկվեց մատակարար լինելու հնարավորությունից, որովհետև մեր դատարանները այդ կարևոր թե իրավական ընթացակարգերը, թե փաստական տվյալները պատշաճ վերլուծության չենթարկեց։ Պարոն Մացակյան, ըստ ձեզ, բժշկական կենտրոնը նշված մատակարարման պայմանագրի լուծարման եւ հետագա համագործակցության դադարեցման արդյունքում կարող էր եւս տուժել, թե ոչ, կամ հանրապետության այլ բժշկական կենտրոններ եւս կարող են տուժել, թե ոչ։ Շատ լավ հարց եք տալիս։ Իրականում Alpha Farm Import ընկերությունը արդեն տասնյակ տարիներ պատշաճ իրականացնում է դեղորայքի մատակարարում եւ ունի բազմաթիվ գործընկերներ, այդ թվում նաեւ այլ բժշկական հաստատություններ, այլ պետական հաստատություններ, ում հետ մենք հաջողությամբ համագործակցում ենք։ Կան նաեւ դեղորայքի խմբեր, որոնք մատակարարվում է միայն Alpha Farm Import ընկերության կողմից, հաշվի առնելով, որ մենք առողջապահական ընկերություն ենք եւ ունենք նաեւ որոշակի սոցիալական եւ հասարակական պատասխանատվություն։ Եվ թե նշված բժշկական կենտրոնը եւ թե այլ բժշկական կենտրոններ հիմա ելնելով այս տարօրինակ որոշումից ժամանակ առ ժամանակ հնարավորություն չեն ունենալու ժամանակին ստանալ իրենց անհրաժեշտ դեղորայքը։ Իհարկե կան այլ ընկերություններ շուկան, բայց ինչպես նշեցի, կան դեղորայքի խմբեր, որոնք մատակարարում է միայն Alpha Farm Import ընկերությունը ելնելով առողջապահական նկատառումներից։ Ամփոփելով կարող եմ ասել, որ մեր ընկերությունը լինելով բարեխիղճ խաղացող եւ երկար տարիներ ունենալով դրական գործունեության համբավ, անհասկանալի որոշումների շղթայի պատճառով մեր ընկերությունը զրկվում է գնումների գործընթացին մասնակցելու հնարավորությունից եւ այստեղ նաեւ ռիսկ եմ ես տեսնում ամբողջ ոլորտի համար։ Փաստորեն տվյալ բժշկական կենտրոնի որոշման հետևանքով եւ մեր դատական ատյանների խնդրի մեջ խորամուխ չլինելու հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ, երբ տասնյակ տարիներ բարեխիղճ գործունեություն ծավալած եւ դրական համբավ ունեցող ընկերությունը զրկվում է գնումներին մասնակցելու իրավունքից։ Այս ոճով հարցերին մոտենալու պարագայում մենք կարող ենք հասնել ընդհանուր առողջապահական ոլորտում ճգնաժամային իրավիճակի։ Պարոն Սարդարյան, փաստորեն առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները չեն կիրառել օրենքը եւ դրա հետևանքով չեն վերականգնել Alpha Farm Import ընկերության խախտված իրավունքները։ Այս իրավիճակում ինչ ակնկալիքներ ունեք Վճռաբեկ դատարանից։ Ուրեմն կարծում եմ Վճռաբեկ դատարանին պետք է այս բողոքը հետաքրքրի, որովհետև իրավաբանները շատ ճիշտ հարցեր են բարձրացրել, մասնավորապես հարցերից մեկը այն է, որ այստեղ կա իրավունքի զարգացման խնդիր։ Մենք հստակ վկայակոչեցինք քաղաքացիական օրենսգրքի այն նորմերը, որոնք իրավունք են տվել Alpha Farm Import ընկերությանը կասեցնել ապրանքների հետագա մատակարարում, հա։ Մեկը դա հենց ուղիղ առևտրի ոլորտը կարգավորող քաղաքացիական օրենսգրքի նորմն է, որը ասում է, որ ապրանքների հետագա մատակարարումը կարող է սկսեցնել, եթե մյուս կողմը, գնորդ կողմը չի իրականացնում վճարները նախորդ արդեն իսկ ստացված ապրանքների համար, եւ ունենք նաեւ հանդիպական պարտավորությունների վերաբերյալ քաղաքացիական օրենսգրքում կարգավորումներ, որ եթե հակառակ կողմը իր պարտավորությունները չի կատարում եւ քո կողմից քո պարտավորության կատարումը պայմանավորված է նրա
կետանցմամբ դու կարող ես կասեցնել քո կողմից պարտավորությունների կատարում։ Այս նորմերը մեր պայմանագրում Alpha Farm Import ընկերության եւ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի միջև մատակարարման պայմանագրում ներառված չեն եղել։ Բայց այդ նորմերը գործում են բոլոր այն դեպքերում, երբ որ հակառակը գրված չի պայմանագրում։ Այսինքն դիսպոզիտիվ նորմերն են։ Դրանք պարտադրված չեն պետության կողմից։ Դրանք քաղաքացիական օրենսգիրքը չի ասում, այ բոլոր դեպքերում դուք պետք է այս նորմով ղեկավարվեք։ Բայց ասում է, եթե դուք ձեր պայմանագրով այլ կարգավորում չեք սահմանել, չեք նշել հակառակը, ուրեմն վեճի դեպքում գործում են այս նորմերը։ Այսինքն սրանք տրամաբանական, նորմալ ընթացակարգն են, երբ որ չես վճարեք, առաջ տա։ Եթե դուք այլ ձև եք ուզում կարգավորեք, ուրեմն ուղիղ նշեք։ Ես թույլ եմ տալիս, բայց ուղիղ նշեք դրա մասին։ Մեր պայմանագրերում դա չկա, այսինքն այստեղ իրավունքի զարգացման կոնկրետ դիսպոզիտիվ նորմերի եւ պայմանագրի ուրեմն հարաբերակցության վերաբերելի իրավական լուրջ խնդիրներ կան։ Երկրորդ հարցը, որ կարող է վճռաբեկ դատարանին հետաքրքրի, դա այն է, որ այստեղ կա միասնական դատական պրակտիկա ապահովելու խնդիր։ Դա նույնպես վճռաբեկի գործառույթն է, այսինքն կան բազմաթիվ նման իրավիճակներ, կան բազմաթիվ քաղաքացիական պայմանագրեր, որտեղ մի կողմը կասեցնում է իր պարտավորությունների կատարումը, որտեղ այն մյուս կողմը չի կատարել այն, ինչ որ պետք է մինչ այդ կատարած լիներ, հա։ Եվ մենք ունենք դատական ակտեր, որոնք վճռաբեկ բողոքում վկայակոչել են, որտեղ դիսպոզիտիվ նորմերը գործածվել են նման իրավահարաբերություններում։ Հիմա հարցը առաջանում, ինչպես ստացվեց, որ հենց Alpha Farm Import ընկերությանը վերաբերող դատական process-ում այլ ուրեմն դատական պրակտիկա ենք տեսնում։ Իհարկե կարող են դատավորները նաև մեկը մյուսից տեղյակ չլինել եւ ունենան տարբեր կարծիքներ, մենք բոլոր դատավորների կարծիքները հարգում ենք, որքան էլ որ համաձայն չլինեն, բայց վճռաբեկ դատարանի գործառույթն է, առաքելությունն է այս ամեն ինչը կարգավորել եւ միասնական դատական պրակտիկա ապահովել։ Եվ երրորդը դա խնդրի մասշտաբությունն է, որի մասին կարծես թե պարոն Մացակյանը խոսեց, այսինքն եթե մենք ունենք մի իրավիճակ, որ այս գնումների գործընթացից դուրս է գալի բարեխիղճ, խոշոր, դեղորայք մատակարարող ընկերություն, ապա սա պետք է վճռաբեկ դատարանին հետաքրքրի, ինչպես եղավ։ Չէ՞ որ եթե չեմ սխալվում 2 տարով է, չէ՞, արգելանքը գործում։ 2 տարով այս ընկերությանը Alpha Farm Import-ին հանում են, մյուս ընկերությունները նախնդեղ հնարավոր է մրցակցություն չապահովեն, գների աճ լինի, հնարավոր է դեղորայքի մատակարարման որակ չապահովեն, հնարավոր է քանակ չապահովեն, չէ՞, այսինքն մենք ունենք առողջապահական խնդիր կարող է այստեղ ծագել։ Ես չեմ ասում, որ գիտեք ինչ անբարեխիղճ կողմին, ով որ գնում տենդերը շահում է, հետագայում մատակարարումը պատշաճ ժամանակին եւ որակով չի կատարում, դնենք տնտեսական նկատառումներով պահենք, ոչ, ամենևին դրա մասին չի խոսք։ Բայց ոչ նման իրավիճակներում, երբ որ բարեխիղճ ամեն ինչ արել, այսինքն մենք ինչ ենք ակնկալում։ Լավ, եթե վճռաբեկ դատարանը գտնի, որ Արաչյանը եւ վերաքննիչ դատարանները ճիշտ են, ապա մենք ինչ դատական պրակտիկա ենք ակնկալում, որ գիտես ինչ, մատակարար, քեզ պետքա չվճարեմ, դու պետքա մատակարարես, հետո դու էլի չվճարեն, էլի պետքա մատակարարես, մտի շուտ դատարան գումարները պահանջի, այդպես չեն կարող, այտենց եթե կարգավորումները շարունակվի, հակառակ կողմերը բազմաթիվ չարաշահումներ իրենց թույլ կտան։ Եվ որովհետեւ մատակարար չի դիմանա նման իրավիճակ։ Շնորհակալ եմ, դուք դիտում եք Արդարադատության ինդեքս հաղորդաշարի 3-րդ հաղորդումը։